Տեսեք, ուրեմն առաջարկում եմ կինետիկի պայքար թշնամու դեմ, որը շատ ուժեղ հզոր հարված կարող է տա թշնամուն։ Մի նայեք, տեսեք, ասենք խոսքի Թուրքիա քանի տարի է սապրետ է դրա, չէ, կինետիկի կոդը ստուգելու ժողովրդին, որովհետև գիտեն օրա այնտեղ թուրք համարյա չկա, մեր 15%-ն է, չէ, թուրք մնացածը սաղ մեր եղբայրական ազգերն են, վրացի, հայեր, թուրքը ծրած էլի կարոջի, քուրդեր, բան։ Հա։ Մի դրա համար է մեզ պետք է այդ պայքարով հարված տալ։ Ու հիմա նայեք, Ալիևը, ասեմ ձեզի, Ալիևը սկանորակ խոսա չէ, Западный Ադրբեջան, Արմենիա չկա բան եւ այլն, ինքը ինչու կինետիկի կոդի անուն вообще չի տա։ Չնայած ինքը գիտե որ ասենք իրանց բաները, արմատները էլի հին գենետիկական կոդով Կովկասկի եւ այլն են հին Արատայից դեր գալով, բայց դա անը չի տա, որովհետեւ Թուրքիան թույլ չի տալիս Էրդողանը, բեզակոտին կուդակ սեսինչ բանկենը սիքսաղ թուրք մաֆիան կքանդես քայքայրես հասկնակ դրա համար է բանը Էրդողանը թույլ չի տալիս Ալիևն է կինետիկական կոդի անուն вообще չի տալիս հասկացաք չէ մի մեզի պետք է օրա կինետիկական կոդով մենք սկսենք թշնամուն հարված տալը այսինքն մեզի պետք է ադրբեջանցոնց խելքի բերել ադրբեջանական ժողովրդին խելքի բերել օրա Սա թշնամական ամբիցիաներ է։ Ես նախորդ մի հատ էլի նա բանն եմ զգուշացնում եմ, որ շատ ամբիցիոզներ է, որովհետև մեզի շատ երկար տարիներ թշնամին դաստիարակել է սխալ ամբիցիաներով, որ իրար եղբայրական ազգերը իրար թշնամի են, հասկանաք կա։ Բայց որ կինետիկական կոդով կվերցնես, արդեն թշնամիներ չեն, համարյա եղբայրներ են։ Սենք նայեք, մարդիկ եկա, օրաքսեն չէ, դիք սխալ է, բանը իրանք եկած են եսիմուդից Ալտայից, Ստեպեներից, Քոշվորներ եւ այլն ադրբեջանցոնց համար բայց տեխնոլոգիան ու գիտությունը այսօրվա օրով նայեք իրականում քսորա չէ ադրբեջանցիք էլի նույն հին կինետիկի կոդը ունին ինչ որ հայրը այսինքն վերցնենք շատ հին էլի 5000 տարի համարյա 5100 տարի առաջ եղել է ամենաառաջի բանը, չէ, թակավորությունը Արատան։ Այդտեղից այդ բաները գենետիկական կոդերը համ հայերոնին, համ ադրբեջանցիք ու ամբողջ Կովկասի ազգերը մեկ է Անատոլյան, այդ քուրդ է, նույնիսկ արաբները։ Հիմի բերեք դա տեխնոլոգիայով ստուգենք, մարդիկ կակսեն չէ, դիք սուտ է բանը, բայց տեխնոլոգիան գենետիկի կոդը դա բացուցում է, որ դիք այդ ձև է։ Մի հատ պատասխան է Սավրեմենի ադրբեջանցիք ասենք հնից շատ հին կամպանիաներից վերցրած իրանք կինետիկի կոդով Արատայի նասլենիկներ են դե ոչ Հասկանալի է ձեր միտքն ու ցանկությունը գիտության ու գենետիկայի միջոցով ցույց տալու, որ տարածաշրջանի ժողովուրդները խորը պատմական արմատներով կապված են նույն տարածքին եւ կանգնեցնելու ատելությունն ու քաղաքական ամբիցիաները, եթե հարցին նայենք ժամանակակից գենետիկայի եւ գիտության տեսանկյունից, ապա պատկերը հետեւյալն է. 1. Գենետիկական կոդը եւ կովկասյան բլաջ առաջավորասիական արմատները։ Դուք ճիշտ եք նրանում, որ ժամանակակից ադրբեջանցիների ԴՆԹ-ի հիմնական մասը մոտ 7-5 RANJ-ը տևական է, կովկասյան եւ առաջավորասիական ACE։ Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի տարածքում ապրող population-ի հիմքը կազմում են կովկասյան Ալբանիայի հին ցեղերը, որոնք ազգակից էին ներկայիս լեզգիներին ու դիներին եւ հին իրանալեզու մարերը, միդիացիները, AIDS։ Այսինքն կենսաբանորեն նրանց նախնիները հազարավոր տարիներ ապրել են նույն տարածաշրջանում։ Հարավային Կովկաս, Անատոլիա, հայկական լեռնաշխարհ, ինչ հայերը, վրացիները կամ քրդերը։ Կենտրոնական Ասիայից, Ալթայից միջնադարում 1 RANJ-ը 1/3 դարերում եկած թյուրքական օղուզական ցեղերը բերեցին իրենց լեզուն ու մշակույթը, բայց գենետիկորեն թողեցին ընդամենը 5 RANJ-ի հետ։ 2. Արատտայի եւ հնագույն ժամանակների հարցը, ինչ վերաբերում է Արատտային ՄՏԹԱ 3-րդ հազարամյակ կամ բրոնզեդարյան հնագույն պետական կազմավորումներին։ Գենետիկական հիմքը այն ժամանակաշրջանում 5000 տարի առաջ Անատոլիայում, հայկական լեռնաշխարհում եւ Կովկասում ապրող բնակչությունը միստվիցիլն ուներ ընդհանուր բրոնզեդարյան նեոլիթյան ԴՆԹ բաղադրիչներ, Anatolian farmers, Caucasus hunter-gatherers։ Հաջորդականությունը, ժառանգորդությունը։ Հայերը պահպանել են այդ նույն բրոնզեդարյան ԴՆԹ պրոֆիլը անփոփոխ կերպով մոտ 3000 տարի, ինչպես նաև պահպանել են հնդեվրոպական լեզուն ու մշակութային Դա մանրամասը մի բացատրել ժամանակը քիչ է։ Դու պատասխանը ադրբեջանցիք, հիմիկվա ադրբեջանցիք ու հայերը նույն գենետիկի կոդի տոկոսներ կա մեջները, թե ոչ։ Արատայի
Այո, կա հայերի եւ ժամանակակից ադրբեջանցիների ԴՆԹ-ում կա ընդհանուր հնագույն գենետիկական կոդ։ Ահա, լսեք ժողովուրդ ջան, մի մարդիկ կասեն որ ասուդը սխալ է, թող լավ, տնենք մենք կոմոր հա, հաշվենք որ ասուդը սխալ է, չէ՞։ Բայց գիտությունը տեսնիկը, սա մեզ համար մի հատ լավ զենք է օգտագործելու թշնամու դեմ։ Մեզի պետք է որ ուրեմն ադրբեջանցոնց այս բաները մենք սկսենք բացատրել որ նայեք, հիմի սա ազգերի մեջն է կան լավ մարդիկ, վատ մարդիկ է, ճիշտ է, ու ասենք նայ, հիմի որ ազգին ամբողջ չի կարելի վատասել, ոչ մի ազգի համար։ Բայց հիմի մեզ քանի որ մեզ են խապե, անոնց մենք էլ ենք խապած, ճաշտով վերցնենք, չէ, այս ձևով վերցնենք, մենք էլ ենք խապած, չէ։ Լավ, հաշվենք որ դիգե ձև չէ, բայց հիմի քանի որ գիտությունը, տեխնոլոգիան, գենետիկան այս մոմենտը մենք որ օգտագործենք, խելացի կերնի, ճիշտ, բանկսեմ, որ մենք բացատրենք ադրբեջանցոնց, որ մենք թշնամի ազգեր չենք, այլ գենետիկական, եղբայրական ազգեր ենք, ասենք խոսքի մեր 5-10% ցեզի թուրքականն է ավելած է, իրական թշնամին է, թուրքն է եղել, օգուզը եկել են, թրկացրել են շատ ազգերի, նույնպես նույն ձևի հայերի են շատ թրկացրել, ճիշտ է, Թուրքիայի մորա կաբրին, լիքը այդպես հայեր կան։ Հիմի մեզ պետք է որ ասենք խոսքի, մենք այդ բանը ամբիցիաները ուղենք մեր ամբիցիաները ուղենք ճիշտ ստրատեգիայով վերջանք, ոչ թե ադամ ցույց տանք, այլ նաաբարոտ քաշենք մեր յանը, թե չէ մենք հիմա որ ադամ ցույց տանք, թշնամացնենք, ով գտեղ շահե թշնամին, իրական թշնամին, այս թուրք մաֆիան, որտեղ որ համի անգարա վեր են ընկած, մենք եմ աշխարհի գերհզոր պետությունները, որոնց ծերընտու չոր հանգած միանանք։ Առաջ երթին Կրեմլինի ծերընտու չէ, հետո Ամերիկային կամ Եվրոպային, դրանք դա ծերընտու չէ, որ միանան միաթազոր երկիր բանեն են հանգած, էլի, դրա համար այդ հարցը չեն միլիարդներ կծախսեն, որ այս հարցը հանգած բանը, չարի երես չեն բան հասկանաք, այս մի անգամ հեչ մետեղից չեն խոսա։ Դրա համար է նորից էլի կսեմ։ Սա ուդարը, եթե մենք բարձրաձայնենք այս հարցը, մեծ հարված է Ալիևին ու Էրդողանին, Կրեմլին եւ իրական թշնամիներին, մեկ է մեր կառավարությանը, որոնք որ ծախված են Կրեմլին գծարային, Անկարային գծարային եւ այլն, այդ մաֆիաներին, հասկացաք։ Մենք հմիսի հարցը որ բարձրաձայնենք, ես էլի կսեմ, հաշվենք թե հա, սուդ է, բայց քանի որ տեխնոլոգիան, գիտությունը այս բանը պնդեգը մենք ազատ կրնանք ապացուցենք այս հարցը ադրբեջանցի ժողովրդին, որ իրանց այդ մուրը բանը թուլացնել էլի, որ հիմի տեսնիկը մենք ինչ կառավարություն ունենք այսօր վարով ինչ վտանգավոր ցանկացած մամենտ նորից կրնան սարքեն այնպես որ իբր պատերազմ вообще վերաճնջեն մեզի եւ այլն հասկնակը չէ ինչ համար է խոսքը մարդիկ էլ կան օրա մեզ լոտո խոսանք ասեն ադրբեջանցոնց համար դրանց հետ մենակ ավտոմատով է պետք խոսալ բան աղբերը լա մի հատ էլ դու երկրիդ նա է ճիշտ բան չեմ ասել ժողովուրդ երկիրը ինչ օրի մեջ է ինչ կառավարությունը չփոխվավ ընդրություններին հիմի շատ վտանգավոր բանի մեջ է դու երկար լեզու քեզ ով գթորնոր ավտոմատով այս 10 ադրբեջանցու հետ խոսած ձեն քեզ ով կուտա Պետք է գերգեն մեզ պես նորից էլի մսաղած վերացնեն դրա համար ժողովուրդ ջան մեզի պետք է մեր ամբիցիաները ուղղել ճիշտ ստրատեգիա ասենք վերցնենք թեկուս Տիգրան մեծի ստրատեգիան Տիգրան մեծը հզորացավ ոչ թե հարևան երկրներին վերացնելով հետները կառավարելով վերացնելով այլ բարեկամություններ հաստատելով ավելի մոդի գանալ բանել անօրինակ ասենք խոսքի Պոտոսի թակավորի աղջկա հետ բաներավ ասենք Պոտոսի թակավորի աղջկա հետ նշանվավ Հասկանալի է ձեր առաջարկած ռազմավարական մոտեցումը դուք առաջարկում եք գիտական ու գենետիկական տվյալներն օգտագործել որպես Մի րոպե ավելացնեմ որ Տիգրան մեծը ինչու համար Կլեոպատրայի հետ ամուսնացավ որ հզորացնել երկիրը մեկ է էլի մի հատ լավ կարևոր ավելացում որ Տիգրան մեծը իր աղջիկներից մեկին ամուսնացրեց Կովկասկի Ալբանիա Ադրբեջանցոնց նախնիների թակավորը Օրոսի տղու հետ որ ավելի մոդի գանա ու դարձավ իր վասալը բայց հավատարիմ վասալը հասկացաք ու իրար մեջ շատ մոդիկ բարեկամություն հավատարիմ կապեր մնաց դիք արդեն այս ճիշտ ստրատեգիան է հասկնակը չէ ոչ թե ասենք այդ ուժնելով ճունիս կոդոշները տնկես էստա չարտվիս այլ ճիշտ ստրատեգիա հիմի մենք սաղս Տիգրան մեծավորակը պարզենանք ժողովուրդ ջան ուրեմն պետք է Տիգրան մեծի գլխից է վերջ չթռնենք տեղ մեր ամբիցիաները հասկանանք ինչ ծևի որտեղին ծևի օգտագործենք ճիշտ ծևի միայն թշնամացնել թշնամական դա սխալ ամբիցիաները elə մի հատ elə բացադեր է դիադիկ դու Տիգրան մեծի ստրատեգիան իմը օրենքս ասեն Նիկոլա Գանթերսը Նիկոլա Գանչե Նիկոլա կողեքը թուրքի տագը իմը նա ապարոտ է մենք թուրքին կողենք
այս ամեն ինչի մեջ տակ օրա աշտեն կոդրվի այս թուրքական մաֆիայի ուժը հələ մի հատ բացադրի Տիգրան Մեծի ստրատեգիան քեզի 30 վայրկյան Տիգրան Մեծի ռազմավարությունը ճկուն դիվանագիտության եւ դաշինքների դասական օրինակ էր։ Դինաստիական ամուսնություններ։ Տիգրանը ամուսնացավ Պոնտոսի արքա Միհրթաթ V-ի եւ Պատորի դստեր Կլեոպատրայի ոչ Եգիպտոսի հետ արևմուտքից Հռոմի դեմ հզոր դաշնակից ունենալու համար։ Կովկասյան դաշինքներ։ Նա իր դուստրերին ամուսնացրեց հարևան երկրների արքաների, այդ թվում Աղվանքի եւ Վիրքի հետ հյուսիսային Կովկասի սահմաններն ապահովելու, այդ պետություններին իր ազդեցության տակ պահելու եւ հավատարիմ վասալներ դարձնելու համար։ Էությունը Տիգրանը ուժը զուգակցում էր դիվանագիտության հետ, նա դաշնակից էր դարձնում նրանց, ում հետ հնարավոր էր լեզու գտնել, որպեսզի իր ռեսուրսները կենտրոնացնի գլխավոր սպառնալիքի դեմ, սա ցույց է տալիս, որ պատմականորեն խելացի քաղաքականությունը հիմնված է եղել հեռատես հաշվարկի եւ դաշինքների ազ, այլ ոչ թե կուր թշնամանքի վրա։ Լսեք, չէ ժողովուրդ ջան, այս ծեվի ստրատեգիա է մեզ պետք է մի այսօր օրով մենք ուրիշ էլ հնար չունենք, մենք արդեն համայրա վերացած ենք։ Դրա համար մենք ոչ թե պետք է ադամ ցույց տանք, այլ նա հասկանանք իրական թշնամին ով է ու իրական թշնամուն այս տակտիկայով, այս ստրատեգիայով, գենետիկական կոդով մենք կկարողանանք ճախճախել, հասկանաք։ Դրա համար ես էլի կսեմ տարածեք այս տեսանյութը, բաժանորդակ գրվեք ու աշխատեք շատ տեղեր խոսալ, ձեր ալիքներով է բացատրել այս բաները։ Այդ ամբիցիաները մեջ ներծա մի կվախեցեք, բացատրեք, ճիշտը սա է։ Լիկեն այս թշնամական բաները պրովոկատորները վրա կունան դրանք թշնամական սութայրենասերեն ձևացած հայ բան բայց ճշտի ծափադիտ կենին իրականում հայ մեկ էլ տեսանյութերից մեջն է արդեն կսկսեմ խոսալը բացատրելը գենետիկական կոդը որ ազգը ինչքան կամպանիետներ են բայց որ մակուր ազգը գոյություն ունի ոչ է հայերը առայժմ սկանը ինչպես խոսք է տվել ժողովուրդ ջան որ մեր այս ազգերի կամպանիենտները չէ ասենք որը ինչ կամպանիենտ է հիմի ասենք կովկասյան ազգերի մեջից ամենամակուրը դուրս է գալիս չեչենները նայեք որ կսեն հայերը ամենամակուր ո՞ն է հին կամպանիենտն են պահպանը այսինքն 3000 տարի չեն փոխել գենետիկական կոդը բայց նախքան այդ 6 կամպանիենտից է առաջացել հայը եկեք բանենք տեխնոլոգիայով իմանանք ու առաջ եշտանք հեշտականությամբ ամենաշատ սլայոնի պերոկը հայինն է հասկանաք որ վերցնենք ես ստուգել եմ դա ամենակիչն է չեչեններինն է լմյադ կարող ես ասես հայկական սավրեմենի հայը քանի կամպանիետներից է բաղկացած չնայած են բանի որ 3000 տարի չի փոխվել այդ ինչ որ 3000 տարի առաջ ստեղծվել գենետիկական կոդը հայի առաջացել ու դից հետո չի փոխվել քանի կամպանիենտից է հայի գենետիկական կոդը Ժամանակակից հայերի ԴՆԹ-ն բաղկացած է 4 հիմնական հնագույն ԴՆԹ բաղադրիչներից, կոմպոնենտներից։ Չնայած նրան, որ 3000 տարի առաջ ՄԹԱ 1200Თ բրոնզե դարի ավարտին հայկական գեսոֆոնսը սառեցվել 4 թե 6 դու ասեցիր չեչենն է վրացիք են 4-ը հայերը 6 կամպանիետից Հասկացած է շփոթմունքը, եկեք հստակ ու պարզ բացատրեմ, թե որտեղից է գալիս 6 թիվը եւ որտեղից 4 բինը, որpիսի ամեն ինչ իր տեղը ընկնի։ Երկու պնդումներ ճիշտ են, պարզապես խոսքը երկու տարբեր բաների մասին է։ 1. Ինչու են ասում 6 ցեղ ցեղախումբ։ Պատմական աստիճան։ Երբ պատմաբաններն ու գենետիկները խոսում են 6 ցեղերի տարերի մասին, նկատի ունեն այն հնագույն ցեղերին ու պետական կազմավորումներին որոնք 3005-000 տարի առաջ ապրում էին հայկական լեռնաշխարհում եւ միաձուլվեցին հայ ազգի մեջ։ Դրանք են 1. Խուրիները 2. Ուրարտացիները 3. Լուվիացիները, պլաժ անատոլիական ցեղերը 4. Հայասացիները, հայասա ազի 5. Էտիունցիները, պլաժ նայրյան ցեղերը 6. Բրոնզեդարյան հնդեվրոպական ստեպային ցեղերը Այս 6 հնագույն ցեղերը միախառնվեցին եւ ստեղծեցին հայ ժողովուրդը 2. Ինչու են ասում 4 ԴՆԹ բաղադրիչ, լաբորատոր, գիտական աստիճան, իսկ երբ գիտնականները ԴՆԹ-ն տանում են լաբորատորիա եւ քանդում են մինչեւ ամենախորը կենսաբանական ատոմները, մոլեկուլային մակարդակ, այդ բոլոր 6 ցեղերը ի վերջո կազմված էին 4 հիմնական հնագույն ԴՆԹ շերտերից A-ից 1. Անատոլիական երկրագործներ 4-0 RANGE 2. Կովկասյան որսորդ հավաքիչներ 3-0 RANGE 3. Ստեպային հնդեվրոպական ԴՆԹ 1-5 RANGE 4. Լևանտյան մերձավորարևելյան ԴՆԹ 5 RANGE
Կարճ ամփոփում։ Պատմականորեն հայերը ձևավորվել են 6 հնագույն ցեղերի ժողովուրդների միաձուլումից գենետիկորեն լաբորատոր։ Այդ ցեղերի ԴՆԹ-ն բաղկացած է 4 խորը բիոլոգական կոմպոնենտից, 2 ձևով էլ ասեք ճիշտ է պարզապես 6-ը պատմական ցեղերն են։ Իսկ 4-ը ԴՆԹ-ի խորը բաղադրիչները։ Հեշտականությամբ լսա, դեղ բեժը այս 4-5 ազգերը վրացոնց, հայերին ասեցիր, ադրբեջանցոնց, դաղեստանցոնց, դրանց մեկ է չեչեններին, հա։ Չեչեններին ամենակիչն էր 3 էր, չէ, չեչենների, նա չեչեներին սա, հետո սա հեշտականությամբ որնոր հետ են կշադնա, որն է, չեչեններ, հետո ով են չեչեններից հետո։ Ահա ճշգրիտ հերթականությունը ամենակիչ, ամենամոնոլիտ components-ից մինչև ամենաշատը 1. Չեչեններ 3 components բնույթը։ Ամենակոնսերվատիվ ու մոնոլիտ գենակոնմը բարձրալեռնային իզոլյացիայի պատճառով։ Հիմքը 7-0 RANGE Կովկասյան որսորդհավաքիչներ CHG, անատոլիական երկրագործներ ստեպային components 2. Դաղստանցիներ լեռնային 3 components, ավարցիներ, դարքիններ, լեզգիներ, լագեր։ Բնույթը ճշգրիտ կրկնում են չեչենների գենոֆոնմի կառուցվածքը։ Հիմքը նույն 3 components-ը CHG Anatolian Steppe առանց դրսի հավելումների 3 վրացիներ 4 components բնույթը հնագույն ավտոխտոն կովկասյան գեսոֆոնսմ ավելի մեծ անատոլիական միջերկրածովյան ազդեցությամբ հիմքը կովկասյան CHG անատոլիական երկրագործներ ստեպային լևանտյան components 4 Components որն է, component թե components չեմ հասկնա, հայերեն իր ճիշտ բառը ոնց է, component-ը։ Հայերեն ճիշտ բառը բաղադրիչ բառն է կամ օգնակի թվով բաղադրիչներ component անգլերեն եզակի բաղադրիչ Հա, սա բաղադրիչ, այսինքն այդ բաղադրիչին ծեվի հասկանալ այդ ազգերից են, ճիշտ է բաղադրիչը, ասենք այդ ծեվի ազգերից է ստացվում այդ ազգը։ Ես այդ հարցը կուտամ քեզի։ Ճիշտ եք հասկացել, բայց մի փոքր ավելի խորը իմաստով, երբ գիտնականներն ասում են բաղադրիչ component, դա նշանակում է հնագույն արյան ԴՆԹ-ի շերտեր A, որոնցից հետագայում ձևավորվել են այսօրվա ազգերը։ Դա ավելի պարզ հասկանալու համար։ Լավ, գնացինք առաջ շարունակե վրացոնց էր հասել, վրացիկ 4 components, հետո շարունակե, բայց մեկ քիչ արագ։ Այո, շարունակենք արագ ընթացքով։ 3. Վրացիներ 4 բաղադրիչ։ Կազմը Կովկասյան որսորդ հավաքիչներ CHG, անատոլիական երկրագործներ, ստեպային հնդեվրոպական, լևանտյան միջերկրածովյան։ Էությունը հնագույն ավտոխտոն կովկասյան 5 ուժեղ անատոլիական սևծովյան շերտով 4 հայեր 4 բաղադրիչ, ձևավորված 6 հնագույն ցեղերից։ Կազմը անատոլիական երկրագործներ 4-0 RANGE, Կովկասյան CHG 3-0 RANGE, ստեպային հնդեվրոպական 1-5 RANGE, լևանտյան 5 RANGE։ Էությունը 3000 տարի առաջ վերջնականապես սառեցված ու կայունացած միասնական գենետիկական կոդ 5 ադրբեջանցիներ 5 բաղադրիչ կազմը Կովկասյան CHG անատոլիական իրանական միդիական ստեպային կենտրոնասիական թյուրքական 5 RANGE Էությունը տեղական կովկասյան իրանական բնակչություն Լավ, քանի որ ադրբեջանականը թուրքականը ավելացրիր, միանգամից լավ կերներ, ասես քանի տոկոսն է թուրքական, որովհետև դիք արդեն հայ ազգին մեկ քիչ կարող է սարսափեցնել թուրքական կամպանիան տորակա, բարձենք որ հայերը շատ չվախենան այդ թուրքական կամպանիան լսելուց, որովհետև շատ չնչին կա տոկոս է, քանի տոկոս է թուրքական կամպանիան ադրբեջանցոնց Այստեղ վախենալու կամ սարսափելու ոչ մի պատճառ չկա իդ, որովհետև գենետիկան ցույց է տալիս շատ հստակ պատկեր։ Ադրբեջանցիների մոտ կենտրոնասիական, թյուրքական 5-րդ բաղադրիչը կազմում է ընդամենը X, որոշ շրջաններում առավելագույնը մինչև։ Ինչ է սա նշանակում իրականում։ 1. Ադրբեջանցիները գենետիկորենով տեղացի են։ Նրանց ԴՆԹ-ը բաղկացած է հենց Կովկասի ու իրանական լեռնաշխարհի հնագույն ժողովուրդների։ Հա, դու սա քանի տոկոսն է թուրքական կամպանիան ադրբեջանցոնց, քանի տոկոսը։ Ուղիղ հսա մե բառով 5-10%։ Ադրբեջանցիների մոտ թյուրքական կենտրոնասիական բաղադրիչը կազմում է ընդամենը 5 RANGE, իսկ Պիշուրի չափազանցված թիվ է։ Դասիկ չէ, 5%-ից մինչև 10% այն է ոչ ամբողջ Ադրբեջանի մեջ, տեղ-տեղ։ Ընդհանուր 5-ը կա, էլի, ասենք, եթե 10 է, որոշ տեղ 10 է, տեղերը կա 5%, հասկացաք, որ արնան մեջ կա այդ օգուզական բաները։ Ըմբես որ դա Հիմի օրա վերցնենք,
ասենք խոսքի նայեք, ինչքան քիչ է, չէ, 5-ից 10% է օգոզական այդ կամպանիենտը գենետիկական կոդ ադրբեջանցոնց, բայց օրա վերցնես համայնա չնչին ոչնչությունը մենք կարող ենք արդեն ադրբեջանցոնց ասենք որ դուք թուրք չեք, համոզենք որ դուք թուրք չեք ու քանի որ իրականում ասենք խոսքի ադրբեջանցոնց գենետիկի կոդը ում է ավելի շատ մոդիկ ագուստ թուրքերին թե հայերին Դա իսկապես շատ հետաքրքիր ու նուրբ հարց է, որը հաճախ է քննարկվում գենետիկների ու պատմաբանների կողմից, 30 վայրկյանա բացատրել է Հասկանում եմ ձեր հոգնածությունն ու վրդովմունքը։ Իսկապես, երբ շաբաթներով խոսում ես փաստերով, բերում ես գիտական ապացույցներ ու ԴՆԹ տվյալներ, բայց հանդիպում ես պատի, դա շատ հուսահատեցնող է։ Դուք ցույց եք տալիս տեխնոլոգիան, գիտությունն ու ԴՆԹ-ն ըս, իսկ դիմացինը պատասխանեցնում է քաղաքականությամբ, քարոզչությամբ ու էմոցիաներով, ինչով է սա տեղի ունենում, որտեղ Ղ պատը 1. Գիտությունը ընդդեմ քարոզչության։ Դուք փորձում եք խոսել լաբորատոր լեզվով, որտեղ թվերն ու ԴՆԹ-ն չեն ստում։ Իսկ պետական ապարատները, ինչպես Ադրբեջանում կամ Թուրքիայում, տասնամյակներով մարդկանց ուղեղում ներարկել են քաղաքական նարատիվներ՝ 1 ազգ, 2 պետություն, ալթայան արմատներ եւ այլն։ 2. Ցավոտ տրանսֆորմացիա։ Մարդուն ԴՆԹ թեստով ապա Տոմի երկրծրա, ես քեզից մեր այդ հարցը տվի, ում են ավելի մոդիկ ադրբեջանցի գենետիկական կոդով թուրք ագուզներին թե հայերին, всё, կամ թուրք կամ հայ, երկար մի բացա, մե բարմսա։ հայերին, ադրբեջանցիները գենետիկական կոդով անհամեմատ ավելի մոտ են հայերին, ով, քան թուրք օղուզներին։ Հիմի լսեք, չէ՞ ժողովուրդ ջան, նախորդ տեսանյութից մեջ ես առաջարկել եմ գենետիկական կոդով մենք կարող ենք չախչախենք այս թշնամի մաֆիան, որը կոչված է թուրք մաֆիա, Անկարայից է ղեկավարվում, ընդեղից է Կրեմլը, որ մեր ազգերին այս ծևից թուրք ծևի բան, թշնամական ծևից թուրք բան մեր հախերից կարողանան կալ նորից էլի կկարկանեմ, եթե վերցնենք որ սա է սուտ է ամեն ինչը նոր գիտական տեխնոլոգիա բանը գենետիկի գիտականորեն չէ, եթե վերցնենք թեկուզ վերցնենք սուտ է, ասենք մեկ կողմ տանենք, բայց սուտ չէ։ Սա մեզի օգուտ է, որ մենք գենետիկական պայքար սկսենք Քանի որ մեր երկիրը շատ թույլ է, մենք այդ ռեսուրսները չունենք, ուրիշ ծևի պայքարելու մեր ռեսուրսները, մեր կառավարությունը դավաճաներ մեզ մենակ վերացնելու շեմին են տանում, ուրիշ ոչինչ։ Դրա համար մենք հիմա պետք է գենետիկական կոդով սկսենք այս բանը բարձրաձայնել, ադրբեջանցոնց համոզել, խելքի բերել, որ այդ հարցերը բարձրաձայնենք, այդ քանդենք, այդ Ինչքան շատ բարձրացնենք, ձայնը տարբեր լեզուներով անգլերեն, ես ինչ որ Թուրքիայի ժողովուրդն է, քանի որ Թուրքիայի ժողովուրդն է էլի նույն վիճակի մեջ է, այնտեղ 15%-ից ավել թուրք չկա, մնացած բոլորը ապրողները քուրդերեն, հայերեն, վրացերեն թրկացած, դրանք էլի մեր եղբայրական ազգերն են, որոնք որ շատերը դեռ խաբարը չեն, մենք այդ շուխուռնորքեցինք, արդեն քանդենք այդ թուրքական մաֆիայի տակը, հասկացաք, հենց դրա համար է այսօրվա օրով նորից կկրկնեմ Ալիևը գենետիկի կոդի անուն չի տալիս, գիտե որ հանկարծ գենետիկի կոդի անունը տվավ, սաղ էս ամեն իրան ծրագրերը քարքանտ կերնի վերանա կեշտա, հասկացաք սկան բանը։